վիրտուալ աշխարհի զարկերակն ու հազարամյակի ռիթմը ինտերակտիվ էթերում բարև ձեզ։ Թվային իրականությունը վիզուալ եւ օնլայն ռեժիմում, մի խոսքով ամեն ինչ վիրտուալ աշխարհի իրական խնդիրների մասին։ Չեն այրվում ու չեն փոշոտվում, եթե կան հայկական թվային բովանդակության պահպանման խնդիրներն ու ժամկետները։ Վստահ եմ, որ նման բան հնարավոր չի։ Ինչպես, որտեղից եւ ինչ գումարով միանալ համաշխարհային սարդոստայնին, օնլայն դառնալու ինտերակտիվի հետազոտությունը։ Պիտի գնանք մի շատ հետաքրքիր տեղ, որ բոլորին չեն թողնում գնալ։ Արկածանցներն ու օրինապահները, խորհրդարանական կայքը օրինական գրողների ներքո։ Ես բավական արագ, համարյա 1-2 Իսկական սարսափ ու իրարանցում տեխնիկային թատրոնում, ամենայութուբ։ Այնինչ նյութական չեն, նույնպես պահպանման ու պաշտպանության կարիք ունի։ Թվային արխիվները չեն այրվում, չեն թրջվում ու փոշոտ չեն, եթե դրանք կան։ Հայկական թվային բովանդակությունը, այսինքն այն ինչ ստեղծվում է ինտերնետում տարիների ընթացքում, շատ քիչ է ու գրեթե կարմիր գրքի նմուշ է։ Եթե թղթային արխիվները ինքնին պահպանվում են, ապա թվային արխիվացումը հոգատարության կարիք ունի։ Ես ասում եմ հակոբ մեղապարտ երկու։ Սա հայերեն լեզվով էլեկտրոնային բովանդակություն ստեղծելու դեռ չիրագործված, բայց սպասվող ծրագրի անվանումներից մեկն է։ Հակոբ Մեղապարտը մեզ համար ստեղծեց առաջին տպագիր գիրքը։ Ինտերնետի ասոցիացիան էլ ուզում է ստեղծել հայկական բովանդակությամբ օնլայն առաջին շտեմարանը։ Ժամանակակիցները մտածեցին այսօրվա մասին, բայց մոռացան պատմությունը։ Հայալեզու օնլայն արխիվները այսօր չնչին տոկոս են կազմում։ Հայերեն բովանդակությունը որոնման համակարգերում մեծ մասամբ սահմանափակում է թերթային տեքստերով։ Հայկական պատասխանը Google-ին, հսրճ հայկական որոնման համակարգը փորձում է մրցել համաշխարհային հսկայի հետ։ Այստեղ արխիվանում է 4500-ից ավելի հայկական կայքերի բովանդակություն։ Լավ, Google-ը այդ ամենը անում է, դուք ինչ եք անում։ Google-ը լինելով ավելի գլոբալ, ասենք ամբողջ աշխարհի համար նախատեսված որոնման համակարգ, լուծումը այսինքն գլոբալ խնդիրներ, իսկ ասենք Ռուսաստանում նույն Yandex-ը ռուսերեն լեզվի համար ավելի լավ փնտրում է կատարում ու ավելի որակով, քան թե նույն Google-ը, նույն կերպով հսրճը այն նախատեսված է նրա համար, որ հայերի համար ավելի մատչելի լինի փնտրումը եւ արդյունք գտնելը։ Հսրճում բացառում են սերվերի խափանումը եւ վստահեցնում անգամ 100 տարի անց ու անգամ կայքի ոչնչացումից հետո նրա արխիվները այստեղ անձեռնմխելի են։ Վստահ եմ, որ նման բան հնարավոր չի։ Սակայն ինտերնետ ասոցիացիան, որտեղ պահվում են բաժանորդների արխիվները, այն էլ 3 տարբերակով չեն բացառում արխիվի ոչնչացումը։ Կայքի վերացումից հետո դրա բովանդակությունը կարող է պահվել առավելագույնը 1 ամիս։ Դրանից հետո կպահպանվի միայն նրա արտաքին տեսքը։ Իսկ եթե 1 ամսից ավել է այդ մարդը անուշադիր, արդեն ինքը իր համակարգչից պետքա տեղեկատվությունը 0-ից մուտք անի այդ վեբկայքի պահպանման համակարգիչը։ Երկու հիմքով օգտագործման արխիվները վերականգնելու հնարավորություն ունեն, սակայն օնլայն արխիվները կարող են կորչել անվերադարձ։ Տիգրան Զարգարյանը վստահ է, որ Հայաստանում սրա կարևորությունը չեն գիտակցում։ Այս հարցը պետք է բարձրացվի, որպեսզի քննարկումներ լինեն, որ այն կազմակերպությունները, որոնք թվային նյութեր են արտադրում, թողարկում եւ տեղադրում համացանցում, իրենք նաեւ հասկանան, որ դա պետք է արխիվացվի երկարաժամկետ պահպանության համար։ Ազգային ժամանակագրությունը ազգորաթերթը 2001 թվականից պահպանում է 3 տեսակի կրիչների վրա։ Անգամ թերթի արտաքին տեսքը տեղափոխվել է եւ թվայնացվել։ Մենք ամբողջ արխիվը ինքներս ունենք եւ ոչ ոք նման դեպքերում իրենց վրա հույս չի դնում։ Մենք ուղղակի ինքներս կվերականգնենք։ Այս գործին դեռ երկար ճանապարհ է սպասում, քանի որ օնլայն արխիվների համար հարկավոր են մեծ գումարներ, շինություններ եւ օնլայն արխիվացման սերվերային համակարգեր։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը իրականության մեջ դեռ չի վիրտուալացել։ Այնինչ չեք տեսել հեռուստատեսությամբ ու չեք էլ լսել ռադիոյով։ Ինտերակտիվի եթերում հայկական բլոգերի տեսությունն է։ Հայրենի բլոգերները անցնող շաբաթվա հայկական եւ ոչ միայն մտահոգություններով ու իրադարձություններով բլոգ դայջեսթում։ Հայկական բլոգոսֆերան մարտյան առաջին օրերը գրում եւ քննարկում էր ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևը։ Բլոգերի ճնշող մեծամասնությունը Twitter սոցիալական ցանցն ու Facebook-ի հայկական հատվածը իրենց խոսքով ասած տժժում էր։ Բանաձևի ընդունումից ժամեր անց այս առիթով սարդը նկատում են։
Միայն հենց նոր չաթերի միջոցով իմացա, որ կոնգրեսն ընդունել է մեր բանաձևը, քանի որ մի քանի արձագանքներ հասցրեցի տեսնել, կառաջարկեմ սոցիալական ցանցերում եւ ֆորումներում գրող բոլոր հայերին այս փաստը ուռայով չարձանագրել, գոնե կարելի է վերջապես տարբերակը ընտրել։ Կյանքը հայկական Սփյուռքում բլոգն էլ ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ կոնգրեսի հանձնաժողովում ներկա էին 97, 98 եւ 105-ամյա ցեղասպանության վերապրած հայեր։ Նրանք արդարություն են սպասում։ Որքան երկար նրանք կարող են դեռ սպասել։ Բլոգերների գրառումներում կան նաև քննադատական գնահատականներ, F5 բլոգն օրինակ նկատել է։ Ինչ տվեց մեզ այս բանաձևի ընդունումը։ Երևի ոչինչ։ Հերթական անգամ Թուրքիան փողեր ծախսեց, հերթական անգամ պրեզիդենտը վետո կդնի եւ հերթական անգամ Սփյուռքը կհասկանա, որ խոստում տալը մեկ այլ բան է։ Լրագրող բլոգեր Մարկ Գրիգորյանը Լոնդոնից նկատում է։ Բարոյական տեսակետից սա շատ դրական քայլ է։ Այն հնարավորություն է տալիս վերականգնել այն 100 հազարավոր մարդկանց արժանապատվությունը, ովքեր զոհվել են լոկ այն պատճառով, որ հայեր էին։ Սակայն քաղաքական տեսակետից վախենում եմ, այս քայլով վերջ դրվեց հայ-թուրքական հաշտեցմանը։ Իհարկե այդ հաշտեցումն առանց այդ էլ խցանվել էր, սակայն հույս կար, որ դեռ ինչ-որ բան կարող է ստացվել։ Աղոտ ու մարող, բայց կար այդ հույսը։ Հիմա արդեն երևի հարկը կլինի սպասել մի քանի տարի, որպեսզի ինչ-որ տեղաշարժ արձանագրվի։ Հենց այսպես էլ ստացվում է, որ այն ինչ բարոյական է, քաղաքական տեսակետից բացասական է դառնում։ Այլ թեմաներից պատաֆիզիկուսը ազդարարում է գարնասկիզբը ու արձանագրում։ Սպասում ենք ձմռան գալուստին, մտածում ենք, որ ահա ուր որ է իսկապես կսկսվի, բայց չէ, արի ուտես, որ ձմեռը գրեթե առանց մինուսային ջերմաստիճանների անցավ։ Հունվարին սովորականից 10 աստիճան տաք էր, փետրվարին 4, դեկտեմբերին 6։ Հուսանք, որ գարունը նույնպես տաք կլինի եւ հանկարծակի սառնամանիքներ մեզ չեն զրկի կյանքի այնպիսի ուրախություններից, ինչպիսին ծիրանն է։